Հայ-հունական հարաբերություններն ու Հայաստանի հունական համայնքը դարերի պատմություն ունեն։ Այսօր Հայաստանի հունական համայնքը մեծաթիվ չէ։ Այդուհանդերձ ազգային ավանդույթների պահպանությունը համայնքի ամենօրյա նպատակներից է։ Մխիթար Կոտանիդիսը Հայաստան եկած առաջին հույն լեռնարդյունաբերողների սերնդից է։ Նրա մեծ պապը Իվան Կոտանիդիսը Հայաստան է եկել 1890-ականներին։ Լոռու մարզի Մադան համայնքի առաջին հույն բնակիչներից էր։ Մխիթար Կոտանիդիսն այսօր հպարտությամբ է կրում հունական ազգանունն ու ամեն ինչ անում հունական մշակույթը Հայաստանում պահպանելու համար։ Մխիթար Կոտանիդիս ծնվել է 1980 թվականին Տավուշի մարզի Կողբ գյուղում։ Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Երևան բարձրագույն կրթություն ստանալու։ 2002 թվականին ավարտել է Երևանի տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառում եւ աուդիտ բաժինը։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայությունից հետո տարբեր ընկերություններում որպես հաշվապահ եւ գլխավոր հաշվապահ է աշխատել։ 2009-ին հաշվապահական ընկերություն է հիմնել։ Մխիթար, Հայաստանում ծնված մեծացած հույն եք։ Այո։ Որերորդ ծերունդն է ձեր ընտանիքում, որ ծնվել է Հայաստանում։ Ես 4-րդ ծերունդն եմ արդեն։ Հայաստան եկել է իմ պապի պապը, որը Հայաստանում չի ծնվել։ Իրենից հետո ծերունդները ծնվել են Հայաստանում ու ես արդեն 4-րդ ծերունդն եմ։ Եկել է 1890-ականներին Թուրքիայից։ Եվ ինչպես բոլոր հույները կամ հույների մեծ մասը տեղափոխվել է Լոռու մարզ, Մադան, հետո Շամլուղ, հունական գյուղ կա, Շամլուղից հետո իմ պապը Շամլուղից տեղափոխվել է Կողբ գյուղ, նոյեմբերյանի շրջանի նախկին, հիմա Տավուշի մարզ արդեն, Կողբ գյուղում արդեն ծնվել է պապան և ես։ Ես միջև ուսանող դառնալը մի քիչ ավելի քիչ էի զգում դա։ Չնայած միշտ գիտեի, որ ես այլ ազգի արյուն ունեմ, որ ես հույն եմ, որ իմ ազգանունը ուրիշ է, բոլորը դրա մասին ինձ ուղղակի կամ անուղղակի հիշեցնում էին։ Բայց ուսանող տարիներից հետո այդ ինքնագիտակցությունը շատ ավելի ընկալելի եւ ավելի հասկանալի դառավ։ Ես ծնվել եմ մի միջավայրում իրականում, որտեղ ընտանիքում հունարեն չեն խոսացել, այդ թվում նաև պապին հունարեն չի խոսացել պապայի հետ։ Ես սկսել եմ հունարեն սովորել ուսանող ժամանակվանից։ Իրականում մինչև հիմա սովորում եմ, որովհետև հայկական միջավայրը այնպիսին է, որ դեռ հունարեն խոսողներ շատ քիչ կան, ու այդ լեզուն պահպանել, խոսել, լավ իմանալ շատ բարդ է, եթե դու Հունաստանում չես ապրել կամ այնտեղ չես սովորել։ Սեփական նախաձեռնությունն է եղել։ Սեփական նախաձեռնությունն է եղել, ես սկսել եմ հունարեն սովորել, սկսել եմ ինտեգրվել այստեղի հունական համայնքին, արդեն խորհրդի կազմում եմ, փորձում եմ ամեն ինչ անել, այսպես ասած, հունականությունը, ավանդույթները, մշակույթը պահպանելու համար։ Բարև ձեզ։ Յուրաքանչյուրը լուրջ իր գործով է զբաղված։ Չեք սխալվելու, չէ՞, խանգարում եք։ Մասնագիտությունը իրականում ընտրել եմ պատահական կամ ավելի շուտ շփոթված։ Շփոթված։ Որովհետև ես կարծում եմ, որ հաշվապահությունը մաթեմատիկա է։ Այդպես չի։ Մասամբ։ Մաթեմատիկա շատ կա, բայց մաթեմատիկան ընդամենը փոքր հատվածն է։ Մաթեմատիկան շատ է օգնում։ Մաթեմատիկական տրամաբանությունը, վերլուծությունը եւ այլն, բայց հաշվապահությունը մաթեմատիկա չի։ Ես այդ մտքերով գնացի ընտրեցի հաշվապահություն, դրա համար եմ ասում շփոթված, բայց իրականում չեմ փոշմանել։ Ավելի լավ էր հաշվապահ, քան մաթեմատիկոս, իմ կարծիքով։ Մխիթար, ձեր աշխատավայրում հաճախ եք խոսում Հունաստանի հույների մասին, ձեր աշխատակիցների հետ։ Ես ժամանակ առ ժամանակ գործից դուրս, որպեսզի մարդիկ ցրվեն այդ թվերից, սկսում եմ հարցեր տալ։ Ստուգելու համար ինչքանով են տեղյակ հին հունական պատմությունից, առասպելներից, պոեմներից եւ այլնից։ Եվ փորձում եմ լրացնել այդ բացը։ Սկսում եմ ինքս պատմել, վերլուծել տրամաբանությունը, հաճախականությունը չգիտեմ, բայց պարբերաբար խոսում եմ այն, պարբերաբար։ Կա միտք, որ հույները ամեն ինչում հունական արմատ եւ հիմք են փորձում տեսնել, համամիտ եք դրա հետ։
Այո, ես քիչ-քիչ դառնում եմ այն մարդկանցից հայտնի ֆիլմի հերոս, որ ասում է, ասեք ինձ ցանկացած բառ եւ ես կապացեմ, որ ինքը հունական արմատ ունի։ Ես էլ եմ ինչքան մեծանում եմ, այդքան դառնում եմ այո այդ հույներից։ Մանավանդ երբ հայի եւ հույնի սիմբիոզ է լինում այդտեղ։ Այո։ Անխուսափելի է դա կարծում եմ ադամ։ Արդեն երկար տարիներ է ինչ աշխատում ենք Մխիթարի հետ, իրենից անverջ կարող ենք սովորել։ Մխիթարը շատ համակարգված մարդ է ու սիրում է, որ թե շրջապատում, թե աշխատանքի ոլորտում ամեն ինչ լինի ճշգրիտ ժամանակին ու կարգապահությունը միշտ ամենաբարձր մակարդակին լինի։ Շատ է սիրում է նաև տայտեցնը, որ ասում է, եթե ինչ-որ մի բան գործ եք ուզում սկսեք, անպայման նայեք հին հույները ինչ են ասել դրա մասին։ Մխիթար Կոտանիդիս, ձեր հայկական անունից եւ հունական ազգանունից կարելի է ենթադրել, որ ձեր հայրիկն է հույն եւ մայրիկը հայուհի։ Արդյոք հայրիկը պահպանում էր հունական ավանդույթները ընտանիքում։ Այո, մայրս հայ է, հայրս հույն, չնայած իմ անվան հեղինակը հենց հայրս է։ Բայց իմանալու համար հայրս ինչքանով է պահպանում, ես հրավիրում եմ ձեզ մեր տուն անձամբ իրենից ճշտելու այդ ամեն ինչ։ Սիրով։ Մխիթար կներկայացնեք ձեր ընտանիքին։ Հայրս է, Լիբոն, մայրս, Կարինեն, կինս Լիլիթը, մեր տանազգային փոքրամասնություն։ Թայիսը եւ Աթենասը, մեր աղջիկները։ Շատ ուրախ եմ ծանոթության համար։ Սկսենք ամենասկզբից, ինչպես են հայտնվել ձեր նախնիները Հայաստանում, եթե չեմ սխալվում, ձեր հոր պապիկն է Մադանում հայտնվել։ Ըստ իմ տեղեկությունների 19-րդ դարի վերջինին էլի ջարդ եղել Թուրքիայում, իրանք Թուրքիային ապրելիս եղել։ Ջարդից հայերի հետ փախել են, եկել Հայաստան, մնացել հիմնավորվել Ալավերդու շրջանում, Մադան գյուղում, հետո տեղափոխվել Շամլուղ, այնտեղ հիմնականացել։ Հետո ես տեղափոխվել եմ նոյեմբերյան, էլի տան պատճառով, որ մի եղբայրել եմ ունեցել, այդտեղ երկուսով չենք կարա տեղափոխվել եմ նոյեմբերյան, բնակարան ստացել, այնտեղ էլ հիմնավորվել, տեղ էլ մնացել, տեղ ընտանիք կազմել, երեխեք նոյեմբերյանում են դպրոց հաճախել։ Բայց ես կողմում եմ ծնվել։ Հա, ինքը կողմված։ Իսկ հունական ավանդույթներ կար ձեր ընտանիքում։ Քանի հերս կար ինչ որ բաներ էլի զգացվում էր, էլի։ Ինչեր օրինակ։ Հետո բարեկամությունն էր հիմնականում գալի իր հրողբորս ընտանիքի հրողբորս տղերքը բան գալիս էին կարծես թե արդեն հունական միջավայր էր ստեղծում։ Շատ հետաքրքիր փաստ կա, որ հետո Մխիթարից արդեն սկսած կարծես վերականգնվում են հունական ավանդույթները եւ հունական արմատների հիշեցումը։ Հա, այդտենց է ինքը զբաղվեց որ դարձավ արդեն խելաս բանի անձնագրում ստիպեց ասած պետք է ազգությունը գրանցվի։ Ներկայությամբ իմ անձնագրում էլ արդեն գնաց։ Իվան Կոտանիդիսից հետո իմ պապերը դառան Կոտանով։ Որտեղ խորհրդային միության տարիներին երևի այդպես էր ընդունված բոլոր հույները եւ բոլոր ազգություններ, ասենք, ռուսացնում էին ազգանունները։ Բայց այդ գիտակցությունը, որ գալիս է, որ դու հույն ես, ինչքան մեծանում ես, այնքան ուզում ես այդպիսին երևալ, հա? Որովհետեւ խեղաթյուրված ազգանուն է եղել, էլի։ Ասենք Կոտանիդիսը դառել է
ոչ թե կոտանյան, ասենք, այլ կոտանով։ Գոնե Հայաստանում։ Ոչ հայկական, Ոչ հայկական, ոչ հունական, հա, ինչ որ կիսառուսական բան։ Դրա համար ես որոշեցի, որ պիտի հունական արմատները վերականգնել, ոչ միայն ազգությունը։ Ավանդույթները, լեզուն, ազգանունը, պատմությունը փորձել հասկանալ, Հունաստանի հետ կապը վերականգնել, ինչքան որ հնարավոր է ու կարծում եմ ստացվում է։ Ազգանունս վերականգնել եմ ամեն դեպքում։ Այդ իմ երեխաները արդեն կոտանի դիշ չեն, որովհետև աղջիկներ են։ Աղջիկների ազգանունը մի քիչ տարբերվում է։ Ինչպես է գրվում։ Կամ կոտանի դի, կամ կոտանի դու։ Մեր դեպքում կոտանի դի։ Կոտանի։ Առանց սի։ Հետաքրքիր է։ Հունաստան գնում գալիս եք։ Մի անգամ եմ գնացել Աթենք։ Բարեկամներ ունեք այնտեղ։ Ունենք, բայց տարբեր տեղեր։ Մեկը Սալոնիկի, Կիպրոս էլ ունեմ։ Տիկին Կարինե, բնավորության ինչ գծեր ունի ձեր ամուսինը, որը բնորոշ է հույն տղամարդկանց։ Ըստ ձեզ։ Խիստ մի քիչ, շատ չէ, բայց մի քիչ խիստ, համեստ, հարգանքով։ Ձեր որդին Մխիթարը շատ կապված է հունական արմատներին։ Դա ում շնորհիվ է, ձեր թե հայրիկի։ Երևի իրա, Հենց իր։ որովհետև ինքն է սկսել զբաղվել այդ գործով, հույները սիրել է։ Դուք եղել եք Հունաստանում։ Հա, 2 տարի առաջ Մխիթարս տարել է։ 2-ից տարա գնացել ենք Աթենք։ Թայիս շատ գեղեցիկ անուն ունեք, ինչ ծագումնաբանություն ունի։ Դե լսել եմ, որ գիրք կա, անունը Թայիս Աթենուհի։ Իմ անունը էլ գրքի հերոսուհու անուն էր։ Մաման կարդացել է, իր ասելով տեղից է իմ անունը դրել։ Սիրում եք Հունաստանը, հաճախ եք գնում։ Հա, շատ եմ սիրում ու կուզեի, որ ավելի շատ հաճախ գնենք։ Իսկ հունարեն գիտեք։ Սովորում եմ, հա, գիտեմ։ Երբ նախադասություն կասեք։ Եղոյիմ է Թայիս, իմը Էլինիդա, կե մենո ստի Արմենիա։ Մոտավորապես հասկացա երևի թե ինչի մասին եք ասում։ Ես Թայիսն եմ, հույն եմ, բայց մնում եմ Հայաստանում։ Ձեզ հետաքրքրում է հունական մշակույթը, Հունաստանը ու արդյոք հայրիկից է եկել այդ ջիղը։ Միշտ սիրել եմ Հունաստանը ու կսիրեմ։ Միշտ էլ հետաքրքրել է մշակույթը ու ամեն ինչը ու հա պապայից է եկել։ Կա հատուկ հունական գրականություն, որ օրինակ հայրիկը խորհուրդ է տվել, որ կարդաք։ Մաման է միշտ խորհուրդ տալիս գրականությունից։ Լիլիթ, Մխիթարը տարբերվում է հայ տղամարդկանցից։ Կարելի ասել ոչ, երբեմն այո, բայց հիմնականում ոչ, քանի որ ունի հայկական դաստիարակություն, ամեն դեպքում դա իր ազդեցությունը ունի։ Իսկ ինչով է տարբերվում։ Տարբերվում է հենց Հունաստանի հանդեպ սիրով եւ հունական մշակույթը մեր ընտանիքը այսպես ողողելով էլի ամեն ինչի մեջ հունականը Հունաստանը եւ այդպես շարունակ։ Դուք արդեն ծանոթ եք, երբ Մխիթարը սկսեց իր հունական արմատներով հետաքրքրվել եւ արդյոք այդ ամենը որոշակի ավանդույթներ բերեց ձեր ընտանիք։ Այսպես ասեմ, Մխիթար արդեն հետաքրքրված էր Հունաստանով, երբ որ մենք հանդիպեցինք եւ մեր ընտանիքը ստեղծվեց, իսկ դրանից հետո էլ ավելի շատ մասնակցություն համայնքի կյանքին եւ բոլոր միջոցառումներին եւ երեխեքի հետ կապված ամեն հարցը հունական ինչ-որ ձևերով, այո, ինքը հետաքրքրված էր եւ հետո մենք ավելի, այսպես ասած, զարգացրեցինք։ Ընտանիքով եք մասնակցում համայնքի միջոցառումներին։ Բոլորս։ Ես տեսա, որ այսօր նաև հունական ուտեստներ եք պատրաստել։ Այդտեղ էլ փոփոխություն կա։ Հունական խոհանոց շատ սիրում եմ եւ այն ուտեստները, որ մեզ ավելի հարմար է, մեր քիմքին ավելի հարմար, ես փորձում եմ տանը պատրաստեմ։ Այսօր դե կտեսնենք հիմա ինչ ունենք հունական ուտելիքներից եւ հուսով եմ կհավանեք։ Ինչ եք պատրաստել, կներկայացնեք։ Ունենք հունական սալատ ասվածը, խորյատիկի, պատրաստված հենց հունական իրենց ավանդույթներով, մեծ բաներով եւ մեծ կտորներով, բանջարեղենով։ Ձեզ համար նաեւ կա դակոս ասվածը, հիմա կպատմեմ ոնց ենք պատրաստում, հացը թթխմորով, ավելացնում ենք կտրատված պոմիդորը եւ վրան տրորած ֆետան։ Ահա։ Դա նախաճաշի այսպես տարբերակ է, բայց ոչինչ, հիմա ճաշին կարելի է փորձել։ Եվ ունենք հունական սուֆլակին, այս անգամ հավի է, հավի մսով պատրաստված։
Այսպես։ Եվ ծածիկի։ Հա, եւ ձաձիկի սոուսը։ Անպակաս։ Ձաձիկին արդեն մերն է դարձել ենք անում։ Լրիվ հայկականացրել ենք։ Այսպես մեր մշտական սեղանին լինում է ձաձիկի, տենց հատուկ այսօրվա համար ջերել, ամեն դեպքում ձաձիկին մշտական ենք պատրաստում։ Աթենաս շատ գեղեցիկ անուն ունես, կպատմես մի փոքր։ Ես գիտեմ, որ միշտ ես հույն եմ լինելու եւ Ում անունն է Աթենաս։ Աստվածի մամապացը Աթենաս Աստվածուհուն։ Աթենաս Աստվածուհուն բան ինչ խոսում Ինչ գիտես, հիշում ես, որ ասում ես տաճարել կա։ Սա իմ անունով տաճար կա։ իմ անունով տաճար կա եւ մինչեւ կնոյի Հունաստան ամեն անգամ իրան տեսնում էի եւ մինչեւ նոտարի եկայս իմ տաճար վարվում էր ուսերով Հունաստանը հին երկիր է բայց շատ գեղեցիկ է եւ բոլորին դուր է գալիս դա բայց ես շատ ընդեր գնացել իմ ընտանիքի հետ եւ տեսա ընդեր շատ սյուն բաներ Շնորհակալություն շատ։ Սուրբ Հարության տոնը կամ զատիկը մի քիչ տարբերում է հայկական զատիկից։ Հույները ավելի մեծ շուքով, ավելի մսային սեղանով, ավելի երկար ամբողջ օրով եւ նշում են իրենց ընկերների, բարեկամների, հարազատների հետ։ Այսինքն դա լիարժեք տոն է հույների համար, ուրախանալու, սեղան նստելու, շնորհավորելու եւ ի տարբերություն հայկականի մի քիչ սեղանն է տարբերում ուտելիքները։ Մենք հույները այդ օրը այծ են խորովում։ Կոչվում է կացիկի։ Գնում են քաղաքից դուրս կամ ինչ-որ հարմար տեղ եւ այդ այծը մի քանի ժամ կարող են կրակի վրա, այդ պտտվող ձողի վրա խորովել։ Իրանց ընկերներով, հարազատ բարեկամներով, ինչպես ասեցի, հայկական զատիկը մի քիչ ավելի համեստ է այդ բանով, բայց հույները զատիկը ոչ միայն հոգևոր իմաստով են ընկալում, այլ որպես օր տոն, որ կարելի է հավաքվել, ուրախանալ, ուտել, խմել։ Լինելով հունական համայնքի անդամներ, մենք մեզ համար կան եւ այսպես ասած ազգային տոներ եւ կան եկեղեցական տոներ։ Ազգային տոները, ինչպես օրինակ Հունաստանի անկախության տոնն է, Օխի օրը հոկտեմբերի 28-ին, մենք դա նշում ենք այսպես ասած մի քիչ պաշտոնական ձևով, ընդունելություններով, գրական միջոցառումների տեսքով, ինչ որ պատմական անդրադարձերով եւ այլն։ Եվ կան եկեղեցական տոներ, այդպես եկեղեցական տոն է օրինակ զատիկը։ Մեծ խնդիր է, որ մենք Հայաստանում չունենք գործող հունական եկեղեցի եւ փաստացի չեն կարող ըստ արժանվույն, այսպես ասած, նշել այդ տոնը։ Այդ պատճառով զատիկը մենք նշում ենք համայնքի ներսում, այսպես հավաքվելով ինչ որ մի տարածքում, հնարավորինս պահպանելով այն ավանդույթները, որոնք հենց Հունաստանում հույներն են նշում, մեր հայրենակիցներն են նշում, եւ այդպեսով, այսպես ասած, կապ ենք հաստատում, կապ ենք ստեղծում մեր արմատների հետ։ Հունական համայնքը շատ ընտանիքի նման է եւ բացի այն, որ մենք համայնքի անդամներ ենք, մենք նաեւ մի ընտանիք ենք, ընկերներ ենք։ Այսօր որ մենք նշում ենք այստեղ զատիկը, կտեսնենք մարդիկ, ովքեր հենց համայնքի անդամ չեն, այսինքն ազգությամբ հույն չեն, բայց մեր ընկերներն են, այսինքն ընտանիքի ընկերներն են, ովքեր շատ սիրում են հունականությունը, հունական ամեն բան եւ ցանկացած առիթ օգտագործում են հունականությունը մեզ հետ տոնելու։
Համայնքում որպես տոն նշում ենք շատ տոններ, բայց այսօր մի այլ կարգի հավաքույթ է, նույնիսկ շատ մարդիկ, որոնք որ չեն կարողանում այլ տոներին մասնակցել, այս տոներին անպայման գալիս են ու ամենալավ առիթներից մեկն է նաև համայնքի ջահելներով հավաքվենք ու նշենք։ Իրականում շատ առանձնանում է այս տոնը հենց Հունաստանում նրանում, որ դեռ երեկվանից այդ նախապատրաստական աշխատանքներն է կատարվել թե մսային, թե մնացած ուտելիքների հետ կապված ու այսօր որպեսզի հասցնենք այդ ամեն ինչը պատրաստենք նաև կրակի վրա կամ գազօջախում ու տարբեր հունական հենց կերակուրներ ենք պատրաստում, որոնք հենց պատրաստվում են հենց Զատիկի օրվա կապակցությամբ։ Ես հույնի հետ ամուսնությունից հետո շատ ավելի եմ ինտեգրվել հունական մշակույթին, չնայած որ միշտ սիրել եմ հունական երգեր, հունական խոհանոց, մի տեսակ sense ջերմ մթնոլորտ կա այդ ամեն ինչում, շատ sense միասնական են հույներն ու հայերը։ Ինձ մի մասն եմ համարում իրենց, քանի որ իսկապես ինձ համար դարձել է հունական համայնքը իմ մի մասնիկը։ Ինձ համար շատ ուրախ ու ակտիվ անցնում իրականում իրենց միջոցառումները, քանի որ լի են պարերով, երգերով հունական։ Ես բանասեր եմ, հունարենի մասնագետ եւ Հայաստան եմ եկել հունարեն դասավանդելու համար։ Այս պահին աշխատում եմ Երևանի պետական եւ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարաններում, ինչպես նաեւ հունական համայնքին կից կենտրոններում։ Պիտի նշեմ, որ հայերի համար շատ հեշտ է սովորել հունարենը, քանի որ լեզվական ընդհանրությունները շատ են։ Այն պահից, ինչ Հայաստան եմ եկել, որևէ վայրկյան ինձ օտար չեմ զգացել։ Մենք իրապես նման ենք մեր մտածելակերպով ու աշխարհայացքով, մշակույթով ու պատմական դրվագներով։ Ու թեև հունական հյուրասիրությունն է աշխարհում ճանաչված, բայց պիտի խոստովանեմ, որ հույներն այս հարցում մի քիչ զիջում են հայերին։ Եվ պիտի առանձնացնեմ հայերի պատրաստակամությունը։ Բոլորը պատրաստ են օգնել։ Այնպես որ ես ինձ շատ լավ եմ զգում Հայաստանում։ Այստեղ աշխատելու ժամանակս շուտով կսպառվի, բայց հեռանալ չեմ ուզում։ Հետագայում գոնե որպես զբոսաշրջիկ կայցելեմ Հայաստան։ Ընդհանրապես շատ ողջունելի է Մխիթարի եւ իր կնոջ Լիլիթի նվիրվածությունը համայնքին եւ այն ամենը ինչ իրենք անում են թե համայնքի համար, թե որպեսզի հունականությունը չպակասի իրենց ընտանիքից, սկսած իրենց ընտանիքի աղջիկների անուններից Թայիս եւ Աթենաս, ես միշտ ուրախանում եմ այդ փաստի համար, որովհետեւ գնալով հունական արմատներ են մտնում մեր ընտանիքներ, մեր երեխաներին հունական անուններ են դնում եւ դա էլ ինչ որ մի ձև մեր արմատներին, մեր ծագմանը տուրք տալ է նշանակում։ Եվ առհասարակային ամեն ինչ իրանք անում են, որպեսզի երեխաները հույնը զգան իրենց։ Օրինակ արդեն մի քանի ամիս է Թայիսի հետ հունարեն ենք պարապում եւ վերջերս էլ համայնքում փոքր երեխաների հետ, այդ թվում նաեւ մեր Աթենասի հետ հունարեն ենք սովորում։ Այդ խումբը մի քիչ փոքր է, փոքր տարիքի երեխաներ են, մինչեւ 6 տարեկան երեխաներ են, իրենց այդ մեթոդն ավելի ուրիշ է, այսինքն իրենք կարող ամբողջ օրը մի արտահայտություն, մի բառ սովորեն, որովհետեւ իրանք փոքրիկ են, իրենց համար կարեւոր է որ իրանք գալիս են համայնք, իրար ճանաչում են, որ բոլորը հունական արմատներ ունեն։ Թայիսի հետ արդեն մի քանի ամիս է սովորում ենք, անհատական պարապմունքներ ենք անում հունարենի եւ կարող եմ ասել, որ պտուղը ծառից հեռու չի ընկել, իսկապես սիրում է լեզուն, իսկապես շատ լավ է զգում լեզուն, շատ հեշտ է, ընդհանրապես հունարենի արտասանությունը դժվար է եւ դժվար է սովորել հունարենը, բայց Թայիսը հաղթահարում է։ Հասել ենք մսային ուտելիքներին, զատկային մսային ուտելիքներին, որովհետև հունական զատիկը հենց մսային է, շատ մսային է, եւ այն ինչ հիմա պատրաստում են կոչվում է սուֆլակի։ Փոքր խորովածներ, որոնք փոքր փայտիկների վրա, այսինքն շամփուրների վրա հագցվում են, հավ, խոզ եւ մեկ էլ կարալինի գառ, բայց մեր այսօրվա գառը մի քիչ ուրիշ տեսք ունի։ Մենք դերերը բաշխել ենք, ոչ փաստաթղթային տեսքով իհարկե։ Ու Պավլոսին ընկել է, այո, ամենածանր, ամենապատասխանատու
պարտականությունը, որը ի ուրախություն մեզ ինքը շատ պատվոր կատարում է։ Մխիթար Կոտանիդիսը ամեն ինչ անում է Հայաստանում հունական մշակույթը տարածելու համար։ Ընտանիքին հաճախ Հունաստան է տանում։ Երեխաների հետ հունարեն խոսում, որպեսզի իր հայ-հունական ընտանիքի պատմությունը պահպանվի եւ հաջորդ ծերունդներին էլ իր ժառանգների միջոցով փոխանցվի։